Այսօր առավոտից մեկնարկել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները, բացվել են բոլոր 47 ընտրատեղամասերը։ Civilnet-ը Վաղարշապատ համայնքում է, զրուցել ենք տեղի բնակիչների, ընտրատեղամասերի նախագահների եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հետ։ Ընտրությունը բնականon ընթանում է, ակտիվություն զգացվում է, իսկ ինչ որ մանր խնդիրներ եղել են զուտ, ես կարամ տեղեկացնեմ ինչ խնդիր է եղել, այսինքն ընտրացուցակներում մահացածի անուն ազգանուն են տեսել, որը իմ գործառույթը չի, անձնագրայինն է, խնդրել եմ որ գնան անձնագրային այդ խնդիրը լուծեն, մեկ խնդիր էլ ունեցել ենք քաղաքացու ID-ն ինչ որ խնդիր ուներ, սարքը չաշխատեց, խնդրեցինք եթե ունի երկրորդ անձնագիրը բերի, ունենց մանր ուրիշ այտենց արտարոց ինչ որ բաներ չեն եղել, զուտ տեխնիկական խնդիրներ են, մանավանդ ընտրացուցակների հետ կապված ավելի շատ գրանցված մարդ կա կամ իր անազգանունը չկա տվյալ քաղաքացու, որին ես իզորու չեմ պատասխանել, դա միայն անձնագրայինի խնդիրն է ու վերջ։ 14 կոտորակ 13 ընտրատեղամասում եմ, համահայկական ճակատկուսակցությունից վստահված անձ եմ այստեղ, ընտրությունները իր ժամին սկսվել է, բայց խնդիրը ընտրացուցակներն են, մարդկանց ուղղորդումներն են։ Մի կին, ով ներկայացավ Վաղարշապատից մանկավարժ ամուսինների էր բերել, այնտեղ ընտրացուցակների մոտ տարել էր եւ ականջներին ասում էր արգիշտի, ասացի ով եք դուք, ինչու եք ուղղորդում, ասացի ով եք դուք, ասաց մանկավարժեմ, ասի ինչի եք ուղղորդում, որ արգիշտին ընտրեն, այնպես փախավ, որ չհասցրեցի գոնե իր ֆոտոն անել։ Քիչ առաջ մի տղա այստեղ եկել էր, նայում էր ովքեր կան, ասում եմ ով եք դուք, ասում է հանձնաժողովի անդամի եմ բերել այստեղ քվեարկելու, ներսում կար որևէ տեղամասից հանձնաժողովի անդամ, ով այդպես էլ չներկայացավ, եթե իհարկե հանձնաժողովի անդամ էր, չներկայացավ ինքը ով էր, ասաց դա ինչ կարևոր է, ասում եմ ով է երիտասարդը, որ ձեզ բերել է, ասաց ինձ ոչ ոք չի բերել, ես իմ մեքենայով եմ եկել, այսինքն արդեն սկսել են այդ ուղղորդումները, մարդկանց տանել բերելը։ Պարոն նախագահ, 3 ազգանուն է, առանց ադնեսքի, ինչ իմանալ ունեմ։ Մի րոպե ես օգնեմ, հա։ Հայրիկ ջան, ուրեմն տեսեք ինչ։ Այդտեղ 8 հատ քվեարկություն, ճիշտ է։ Որը որ ընտրել ես, դնում ես ծրարի մեջ, առանց ծածանելով։ Դե ուրեմն դիր մեջ է ու դուրս արի, կտրոնը դուր է։ Ես չգիտեմ ինչ են տարածում, ինչ են խոսում։ Ընտրողն եկել է, շատ հավանական է, ես տենց էի ընթացում, հետո ես եկել եմ արդեն միջնորդել եմ։ Մատնահետքը չի կարդացել, բայց ցուցակում բնականաբար այդ մարդը կար, նաև դրսի ցուցակում կար, բնական է, որ այդ մարդը կանաչ լույս դիվարել։ Իսկ ոչ դեղին չի, որ գնա ուրիշ ընտրատեղամաս, այսինքն այս տեղամասի ինքը ընտրող է։ Հետո նորից խնդրեցինք մասնակցել, նորից քայլը կատարեցին, կտրոնը դուրս եկավ, մարդը գնաց իր ընտրելու իրավունքը իրականացրեց։ Ինչ է խնդիրը, ես չեմ հասկանում։ Չէ, ուղղակի այդպես է մամուլում տալիս, դուք պարզաբանում եք։ Դե հիմա մամուլում, չգիտեմ։ Ես ասում եմ ինչ որ իրականում եղել է։ Կամերայով էլ կարող եք նայել, ֆիքսել, տեսեք ոնց է կատարվել նախագահի գործողությունները կատարել, մարդը հետո ոնց է գնացել ընտրել եւ ավարտել։ Ես էլ անձամբ իմ կողմից ներողություն եմ խնդրել այդ միջադեպի համար, որ եւ այլն, մարդը հասկացել է վերջ։ Ինչ այս պահը արձանագրված խնդիրների հետ կապված կարող ենք ասել, որ համայնքի տարածքներում շատ տարբեր հատվածներում խնդիրներ շատ չեն արձանագրվել, որոշ խնդիրներ արձանագրվել են հենց ընտրատեղամասերում, բայց դրանք համակարգային բնույթ այս պահին չեն կրում եւ դիսկրետ են ավելի շատ տարբեր տեսակի խախտումներ տարբեր ընտրատեղամասերում, մասնավորապես օրինակ ունենք վստահված անձի կողմից ընտրողների հետ ակտիվ շփման, ուղղորդման, այդպես ենթադրյալ ուղղորդման դեպք ունենք քվեարկության իրավունքի խոչընդոտման մեկ դեպք, երկրորդ դեպք էլի համարյա այսպես խոչընդոտում, բայց այն իմաստով, որ ընտրողին թույլ չի տրվել, հնարավորություն չի տրվել սխալից հետո նորից քվեարկությունը իրականացնել, ունենք կահավորման խնդիրներ, ունենք մատչելիության, տեղամասերի մատչելի չլինելու հետ կապված խնդիրներ։ Դե լավ կլներ ինձ թվում է, չեմ անում, ով էլ ընտրվի, ես չգիտեմ, ումը ինչքան կընտրվեն, ով կընտրվի, դե լավ կլինի, չեմ գիտեմ, էլի, ես եմ։ Ուզում ենք, որ ժողովուրդը հավատա եւ վստահի։ Ուրիշ ոչինչ, ամենակարևորը։ Ճիշտը հաղթի, որ մարդիկ իմանալով, իմաստավորված, քայլանեն,
ընտրենք եկեղեցին, ընտրենք ճիշտը, ընտրենք մեր ազատ, անկախ Հայաստանը, Վազգեն առաջինի արձանը տես որտեղ է ու ինչ վիճակում է, այստեղ ավելի բարևոք վիճակում է, քան թե այնտեղ տարիներ շարունակ ես անձամբ հուզվում եմ, գնացել եմ ընկերուս հետ վեդրով ջուր եմ տարել Վազգեն առաջինի արձանը լվացել եմ ծիտիկների ամեն ինչից։ Կուզեք որ բարեկարգվի։ Անպայման կուզեմ բարեկարգվի, կուզեմ մաքրություն լինի, ժողովուրդը մեկը մյուսին սիրի։